Ամալիա Հովհաննիսյանի Լայֆրում հաղորդաշարի սերշարքում հյուրընկալվել էին Հասմիկ Կարապետյանն ու ամուսինը Շանթ Թրմիզյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Հասմիկ Կարապետյանը խոսեց ընտրության մասին։ Ես հասկացա ինչի հենց Շանթը ու հենց ինչի 37 տարեկանում։ Մինչ այդ չէր ստացվում։ Այստեղ ունեցել եմ տարբերակներ, որ կարող էին գնալ ամուսնության, բայց չէին գնում, որովհետև իմ տեսակը բոլորի համար վառ էր։ Ինքը պիտի լիներ իմ երեխաների հայրը։ Եկավ, ծանոթացանք, 2 շաբաթ շփվեցինք, 2 ամիս հետո եկավ Հայաստան։ Վաճառած տունը, մեքենան, թողած շատ լավ մի կազմակերպությունում իր աշխատանքը։ Շանթն անկեղծացավ։ Մենք ամուսնացած ենք ու միասին պիտի կռվենք մինչև վերջ։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ կային ու կան, ուրախ կլինեն, եթե բաժանվենք։ Շատ ուրախ կլինեն և իմ կողմում, և Հասմիկի։ Երգչուհու խոսքով ինքն իր անձի հանդեպ խղճահարություն ունեցել է, քանի որ խղճահարությունը զգացել է հանրության կողմից։ Ես ակնհայտ տեսել եմ, մարդիկ ինձ ոնց են խղճում և իրենց հայացքները, այդ խոսակցությունները, որ գալիս հասնում էին ինձ։ Մարդիկ ինձ խղճում էին, որովհետև իմ կյանքում կան դրվագներ, որտեղ ամեն ինչը կարող էր ավելի փակ դռների հետևում կատարվեր, բայց կատարվեց ավելի մասսայական։ Արմատացած չէր, կարճ տևեց ինձ մոտ, բայց կար իմ կյանքում մի պահ, որ չէի ուզում ապրել։ Աշխատանքային գործունեությունից և ունեցած բացից խոսելով Հասմիկը նշեց. Ես իմ ձայնով մարդկանց էներգիա եմ տալիս։ Ինձ համար թանկ է մի նախադասություն, երբ համերգների ժամանակ տարիքով կին ինձ մոտեցավ մոտ 70 տարեկան։ Գրկեց, ասեց Հասմիկ ջան, ես գալիս եմ քո համերգներին, մաքրվում եմ, քո ձայնն իմ հոգին մաքրում է։ Ես հիմա փշաքաղվում եմ, չէի կարողանում խոսել, երևի 3 րոպե չէի խոսում։ Ով եմ ես, որ մաքրեմ այդ կնոջ հոգին։ Փոքրիկ շնորհ ունեմ և այդ օրը հասկացա, որ ինչ-որ բաներ ճիշտ եմ անում։ Բեմի սով ունեի։ Այդ կինը, որ ինձ դա ասել ա, ամեն անգամ հիշելուց չգիտեմ հետս ինչ ա կատարվում, որովհետև ես ինձ էդքան բարձր երբեք չեմ համարել։ Նշենք, որ Հասմիկ Կարապետյանը վերջերս եղել էր նաև Արմլուրի տաղավարում, որտեղ ակտիվության մասին խոսելով ասաց. Կարող եմ ասել, որ բավականին ակտիվ եմ։ Եթե հետևեք իմ ինստագրամյան էջին և առհասարակ գործունեությանը 5 տարի է ակտիվ եմ։ Իսկ 2000-ականներին առավել ակտիվ լինելու փաստը մեկնաբանեց այսպես. Ազատ էի, չունեի ընտանիք, բալիկներ։ Ժամանակիս մեծ մասը գնում էր արվեստի վրա, հիմա ըստիս այդչափ ակտիվ լինելու կարիքը չկա։ Իմաստ չկա ակտիվ լինելու, ես լռում եմ այնքան, մինչև մի հետաքրքիր բան չեմ մատուցի իմ լսարանին։ Ընտանիք և կարիերա, ինչպես է համատեղում Հասմիկ Կարապետյանը։ Երբ ընտանիք կազմեցի, շատ դեպրեսիվ վիճակի մեջ հայտնվեցի, որովհետև երկար ժամանակ արվեստում չէի։ Չէի ստեղծագործում, հետո հասկացա, որ չեմ կարող զբաղվել կարիերայով։ Ես դեռ չեմ կարող հիմա չլինել բեմում։ Երբ ինձ ասում էին դե հիմա ընտանիք ես կազմել, թող էլի էդ ամեն ինչը, ոնց որ դանակով իմ սիրտը կտրատեին մի քանի մասերի։ Նույնիսկ էդ խոսքից, ու ես հասկացա, եթե ուզում եմ երջանիկ անձ լինեմ, երեխաներիս համար հոգեպես առողջ մայր լինել, պիտի շարունակեմ։ Ես դա շարունակում եմ կյանքի գնով և ինձ մոտ ստացվում է։ Ընտանիքն էլ չբուժեց և չծածկեց այն բացը, որը տվեց արվեստի պակասը։ Նույնիսկ մտածում եմ կարողա պիտի չամուսնանայի, ընտանիք չկազմեի և լիարժեք նվիրվեի ամուսնանայի արվեստի հետ։ Ես ամուսնուս ասել եմ, որ օրը կասես կամ ընտանիք կամ ստեղծագործական կյանք, մի արա այդպիսի բան, ես հաստատ կհիասթափվեմ։ Նշենք, որ երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջերս հյուրընկալվել էր 24 TV ու զրույցի ընթացքում խոսել նաև անձնական թեմաների, ամուսնալուծության լուրերի ու Հայկոյի մասին։ Star News-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածներ։ Հասմիկը արդեն տևական ժամանակ է, որ երեխաների հետ գտնվում է Հայաստանում, իսկ ամուսինը Շանթը Կանադայում։ Այս իրավիճակը խոսակցություններ էր հրահրել, որ միգուցե երգչուհին բաժանվել է, սակայն դեռևս չի բարձրաձայնում այդ մասին։ Թեմային անդրադառնալով խոսքի սկզբում Հասմիկը դիմել էր ամուսնուն։ Այ Շանթ ջան, ես որ ասում եմ երեխաների հետ ավելի շատ երևա այստեղ-այնտեղ, ապա հավելել էր. Հիմնականում ես եմ երեխաների հետ լինում և ինստագրամյան իմ հետևորդների խնդրանքով երեխաների հետ շատ սթորիներ եմ թողարկում։ Հնարավոր էր, որ ստեղծվեր այդպիսի տպավորություն, ես ընկերուհիներիս միշտ ասում եմ, հիմա նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ես միայնակ մայր եմ, հանրությունն էլ է այդպես մտածում։ Սիրելիներս, մենք մոտ 10 տարի ապրում ենք Հայաստանում, Երևան քաղաքում։
Բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի բերումով, Կանադայում ապրել ենք 6 ամիս։ Սա զուտ հասարակության ֆանտազիայի թռիչքն է։ Զրույցի ընթացքում երգչուհին չէր ցանկանում անդրադառնալ նաև երջանկահիշատակ Հայկոյից բաժանվելու թեմային, նշելով, որ բազմիցս խոսել է այդ մասին։ Այնուամենայնիվ, նա ընդգծել էր. Հարգանքից ելնելով մի մարդու հանդեպ, ով շատ տաղանդավոր էր և իմ կարծիքով դեռ շատ կապրի, որովհետև մեծ ամագ է թողել երգարվեստում, ես փակում եմ այս թեման, արդեն նույնիսկ ամոթ է խոսել այս մասին։ Անդրադառնալով տարիներ առաջ հնչեցրած իր մտքին, թե լավ տղամարդու կողքից կինը չի հեռանում, Հասմիկը շեշտել էր. Դա ոչինչ չէր նշանակում։ Ես ասել եմ մի բան, կարծիք, որը ես չեմ հորինել, բայց ես համամիտ եմ և նույնը կարող եմ ասել, որ լավ կնոջ կողքից երբեք տղամարդը չի հեռանում։ Սա շատ հարաբերական թեմա է և ունի իրավիճակներ, որոնք տարբեր են։ Եթե ես հնարավորություն ունենայի տեսնել Հայկոյին, կասեի շնորհակալ եմ, որովհետև ինքն իմ առաջին ուսուցիչն է եղել անձնական դաշտում և տվել է հնարավորություն հենց մեր բաժանումով կայանալ։ Դառնալ ինքնուրույն, իմաստանալ, անցնել ճանապարհ, որի մասին ինքս պատկերացում չունեի, որ կկարողանամ։ Ինքս ինձ լավ ճանաչեցի և ես շնորհակալ եմ իրեն, որ ինքը ցույց տվեց, թե ես ինչքան ուժեղ կին եմ։ Եթե ինքը չլիներ իմ կյանքում, ես գուցե մնայի ինչ-որ մակարդակի վրա և չաճեի։ Դրա համար ես իրեն շատ շնորհակալ եմ, նշել էր երգչուհին։ Բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ։ Ես չէի կարող այս ապրումներով ձեզ հետ չկիսվել, որովհետև այսպիսի բան վստահ եմ ոչ մեկի տանը չի եղել, երևի ու չի էլ լինի։ Ես եկա, նստեցի դաշնամուրիս առջև, խնդրեմ։ Նոր ինչ-որ մեղեդի է պտտվում ուղեղումս, քանի երեխաները տանը չեն, որ փորձեմ արտաբերեմ այդ մեղեդին իմ ուղեղից։ Բացում եմ դաշնամուրը ու հիմա կտեսնեք ինչ է դրված այնտեղ, մյուս ստորիում։ Ահա, խնդրեմ, բացեցի դաշնամուրս և տեսեք, թե ինչ է այստեղ։ Կեղտոտ, ծալած, տաքուկ գուլպաներ, որն իմ աղջիկն է այստեղ դրել։ Ահա, տեսակ, որ ձեր տանը այսպիսի բան չի լինի։ Տեր Աստված տաթև։ Ասենք Էլդար Ռիզանով, ինչ դեբիլ եմ ես, կլերոծիկ, լավնա, աստեղից որն ուզում եք դրեք, իմ սիրած position-ով